Օրերս Վարդենիքում հանդիսավոր պայմաններում բացվեց Մասիս Մելքոնյանի կողմից կառուցված շատրվանի հանդիսավոր բացումը։ Մանրամասները Տիգրան Բաղիջանյանի տեսանյութում։ Կիրակի օրը սեպտեմբերի 25-ին Վարդենիքը տոնական տրամադրության մեջ էր։ Հանդիսավոր պայմաններում պետք էր առաջին ցայտերն անել Մասիս Մելքոնյանի կառուցած շատրվանը։ Ծափողջուների տակ շատրվանը փուլ առ փուլ կյանք առավ, ու մեկեն դարձավ Վարդենիքի ամենագեղեցիկ անկյուններից մեկը։ Իսկ շատրվանը նախապատմություն ուներ։ Մասիսի հայր Արմենակ Մելքոնյանը ժամանակին դեպի Վարդենիքի ձոր իջնող ճանապարհի վրա իր նախաձեռնությամբ գեղեցիկ մի ծաղկանոց էր կառուցել։ Ելույթ ունեցողները իրենց խոսքում բարձր գնահատեցին Մասիս Մելքոնյանի քայլը։ Մասիս ջան, ուզում եմ շնորհակալություն քեզ հայտնելու, որ քո անմիջական որոշմամբ, քո անմիջական մեր դրամաշնորհի մեր գյուղում կառուցվեց այսպիսի գեղեցիկ մեկ կառույց։ Մասիս Մելքոնյանի արածը ամենից առաջ հոր պատգամի նկատմամբ երախտիկի մեծ խոսք է, եւ տեսեք այստեղ կգան պսակադրությունների, այստեղով կանցնի հուարկավորության թափերը եւ բոլորի կասեն հազար ողորմի ձեր լուսավորքի անցյալներին։ Եթե ամեն տարի կառուցվի այսպիսի հուշակոթով, հուշաղբյուր, ասֆալտապատվի, ծաղկապատվի, ճանապարհներ հարկվի, եւ մենք այն ժամանակ շնորհակալ կլինենք մեր այն մարդկանցից, ովքեր ուժ ու կարողություն ունեն։ Իսկ Ծատուր Մանուկյանը երևույթին մոտեցավ ուրիշ տեսանկյունից։ Երևույթը շատ գեղեցիկ է։ Վարդենիքում սա նորություն չի, Վարդենիքցու համար սա կարծես դարձել է ապրելաձև, բարերարություն անել, կառույցներ անել, խնդրեմ մենք ներկայ ենք ամեն ինչին։ Վարդենիքցին լավ մարդ է, նա ամեն ազգի դժվարին պահերին կարողացել է ցույց տալ։ Վարդենիքցին տվել է Տաղլարի Աղաբեկ, որը մեր Մասիսի պապն է։ Տաղլարի Աղաբեկի տոհմից ծնվել է մեր Արմենակ Մելքոնյանը, որը շատ լավ, կարող, հզոր անձնավորություն էր։ Իսկ օրվա հերոսը Մասիս Մելքոնյանը նշեց. Այս պահին երկու զգացողություն ունեմ, հուզմունք եւ հպարտություն։ Հպարտությունս կայանում է նրանում, որ վերջապես կարողացա իրականացնեմ երջանկայի հիշատակ հորս Արմենակ Մելքոնյանի ամենանվիրական երազանքներից մեկը։ Ինքը երազում էր, որ այս տարածքը բարեկարգված տենալ։ Մենք կշարունակենք մեր աշխատանքները անպայման եւ այս տարածքը եւ գյուղում մյուս հատվածները պարկեշտ տեսքի բերելու համար, որովհետեւ սա մեր բոլորիս տունն է։ Մասիսի խոսքից հետո բոլոր հավաքվածները հյուրերը մոտեցան տոնական սեղանին։ Իսկ տոնական տրամադրությունները Վարդենիքում ավարտվեցին ուշ երեկոյան, մեծ հրավառությամբ, որը նույնպես կազմակերպել էր Մասիս Մելքոնյանի ուժերով։